Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության, այսինքն AI գործարան։ Իշխանությունը վախեցնում է, ասում է, թե իրենք չընտրվեն, ապա նման բաներ տեղի չեն ունենա։ Ես երաշխավորված եմ ասում, որ իմ վարչապետության ժամանակ այս հարցերը պետական քաղաքականության առաջնային ուղղություններ են լինելու։ Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու, խորացնելու ենք հարաբերությունները այս բոլոր հարցերով Ամերիկայի, մյուս բոլոր երկրների հետ։ Մենք Հայաստանի կրթական համակարգում, համալսարաններում, քոլեջներում, դպրոցներում անելու ենք կրթական ծրագրերի փոփոխություններ, մեր երիտասարդների, մեր երեխաների կրթության մեջ ենք այս ամենը ներդնելու։ Օգտագործելու ենք այս համակարգերը նաև մեր երկրում, ճանապարհային երթևեկության, անվտանգության հարցերում, գյուղատնտեսության մեջ, արդյունաբերության մեջ, մեր սփյուռքի հայրենակիցների հետ աշխատելու ենք շատ սերտ, որ նրանց հետ միասին այս համակարգերը բերել ներդնենք մեր երկրում։ Միայն թե այս ընթացքում մենք պահպանելու ենք մեր ազգային ինքնությունը, դադարեցնելու ենք հայոց պատմության դեմ պատերազմը, Հայաստանի խորհրդանիշների դեմ պատերազմը, մեր եկեղեցու դեմ պատերազմը, պահպանելու ենք ու զարգացնելու ենք մեր ազգային արժեքները, որ ամբողջ իշխանությունը աշխարհը իմանա, որ մենք հայերով ենք դա անում, դա հնարավոր է ու դա կարող են անել հենց հայերը։ Ես ուզում եմ մեր երիտասարդներին դիմել, բոլոր բնակավարի մասնագետներին, մեր ամբողջ ժողովրդին, սա ինձ համար կարևորագույն նաև գաղափարական հարց է մեր երկրի զարգացման համար։ Խնդրում եմ միայն վստահեք ինձ, վստահեք մեզ, մենք բոլորով ենք այդ ամենը անելու։ 6-րդ համարի քվեաթերթիկն է մերը, եւ բոլորով միասին անելու ենք այս ծրագրերը։